Բարև հազար բարի ժողովուրդ ջան։ Ուրեմն փախածների վարչապետ Նիկոլը, որ այդ բառը հնչեցրավ, այդ պատմությունը ես ուզում եմ մի քիչ զարգացնեմ, մեր հայ ազգը լավ հասկանա էլի ամեն ինչը։ Հա, ժողովուրդ ջան, sense մի բան կա էլի, Նիկոլը շատ հետարքիր քաղաքականություն ավարում Հայաստանում։ Ուրեմն ոչ մի անգամ այդ մարդը չի ասել բանա էլի, ես ինչա։ Չի ասել, որ Հայաստանը ես կտանեմ կամ Եվրոպա, կամ Ամերիկա, կամ Ռուսաստան, կամ ես միտեղ, Հայաստանը պետք է մնա Հայաստան։ Հա, հիմա նույնիսկ հիշում եմ մի անգամ հարցերին, բա Եվրոպա գնանք են ծանր վախտերը 21 թվից հետո Ռուսաստանից հապկից դուրս գանք, էս անենք, այն անենք, այդ մարդը հասարակ մի բան ասեց, մենք կգնանք Եվրոպա այնքան, ինչքան Եվրոպան մեզ կընդունի։ Դա շատ խորը մտածելու տեղիք է տալի այդ խոսքը, որ նա ինչ ասեց։ Ամեն մարդ չհասկացավ, բայց շատ խոր իմաստ։ Հայը պետք է մնա Հայաստանում, որպես հայամետ։ Հայը պետք է Ռուսաստանում մնա որպես հայ, բայց որպես հայամետ։ Պետք չի Հայաստանին քաշել տանել Ռուսաստան։ Հայը պետք է Եվրոպայում մնա որպես հայ, հայամետ։ Պետք չի տանել քաշել Եվրոպա, պետք չի տանել քաշել Ամերիկա, եւ այլը, ոչ մի տարբեր տեղեր պետք չի։ Հայը ամեն տեղել թող մնա հայ։ Հա, ու իր հայրենիքը իմանա, որ Հայաստանն է։ Լինի հայամետ։ Հա։ Հիմա վրա տված մեկը ստեատանում, մեկը ընդեատանում, բայց մենք այս վարչապետից չենք լսել նման բան, որ մեր Հայաստանին պետք է տանի միտեղ ընդհակառակը։ Միշտ ասում է, որ Հայաստանն է մեր հայ կենտրոնը։ Այդ կենտրոնը ժողովուրդ ջան, մեկը տելա, մի փորձեք տանեք միտեղ։ Ես շատ ուրախ եմ, որ ասենք այսօր արդեն միլիարդատերերը ցանկանում են գան Հայաստան։ Խոսքը ասենք դաժե մեկը ասենք Սամվել Կարապետյանը, եթե նա ուզում է գա Հայաստան, դա ուրեմն շատ լավ է։ Ուրեմն է մարդը զգում է, որ Հայաստանն է մեր ազգի տեղը։ Հասկանում եք։ Հայաստանն է մեր ազգի տեղը։ Սա պատահական չի։ Ես չեմ ասում Սամվելը փախնում է Ռուսաստանից, բայց ես կապացուցեմ դրա իմաստը։ Այն փախած բառի իմաստը։ Դրանից պատահական խոսք չի, ժողովուրդ ջան։ Լավ հասկացեք, դա պատահական խոսք չի, որ վարչապետն ասել է։ Ես հիմա կապացուցեմ դա, ին վրա կասեմ, դուք ձերը ամեքը ձերը կասեք հետո կոմենտներում։ Ժողովուրդ ջան, ես շատ ուրախ եմ, որ այդ միլիարդատերեր, բան, սա արդեն կամանց որոշում են գան Հայաստան։ Բայց եկեք Հայաստան, բայց պետք չի գաք ուրիշ պետության համար։ Հայաստանը ուրիշ պետության տանելու համար։ Դա մի արեք։ Եթե դրա համար է, մի արեք։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, եթե դուք հայ եք, պարծենում ենք, որ հայ ենք, հայամետ ենք, սենց մտածեցեք։ Միայն մտածեցեք սենց։ Հայաստան եւ վերջ։ Հայաստան դու մնալու ես հենց քո տեղում, ոչ միտեղ չես գնում, ոչ մի բոլորի հետ էլ բան ենք անելու, Ռուսաստանի հետ էլ ենք լավ խաղաղ ապրելու, Եվրոպայի հետ էլ ենք խաղաղ ապրելու, Ամերիկայի, Սաղաշարի հետ, մուսուլմանական, թուրքերի հետ, Ադրբեջանի, բոլորի հետ էլ խաղաղ ապրելու ենք, բայց ոչ միտեղ չենք գնալու, Հայաստանը չենք տանելու, ժողովուրդ ջան, չենք տանելու ոչ միտեղ, բոլորս գալիս ենք Հայաստան, միայն այդ ձև, կամ գալիս ենք, կամ ոչ միտեղ չենք տանում։ Կարանք, իրավունք ունենք, գնանք, ով որտեղ ուզի դել ապրի։ Բայց Հայաստանին տանել պետք չի հետը։ Եկեք Հայաստանը ապրեցեք, բայց Հայաստանին մի տարեք ոչ միտեղ։ Ուրեմն ձեզ հասարակ բացատրեմ, որ մենք մեր ազգը, մեր ամբողջ ազգը, ես չեմ ասում մեկին ասեմ, մեկին չասեմ, ամբողջ ազգի հետ եմ։ Այո, մենք փախած ազգ ենք։ Ես ասեմ, դուք էլ կասեք, չէ, մենք փախած չենք։ Ին վրա եմ ասում, որ ոչ մեկը չնեղանաք։ Պապս փախելա Վանից 1915 թվին։ Իմ հայրը փախելա Ադրբեջանից 1967 թվին։ Ես փախել եմ 1992 թվին, 82-ին եմ փախել, ուղղակի արանքում եկել եմ 2 տարի մնացել, ամուսնացել եմ, եկել փախել։ 1992 թվին, բայց 82-ից եմ փախած։ 92 թվին փախել եմ Հայաստանից։ Իմ երեխեն հիմա Ռուսաստանից փախնում է Հայաստան։ Ժողովուրդ ջան, բոլորիս ընտանիքներն, ամբողջ հայ ազգի ընտանիքներն է այս կարգավիճակում։
Ես ուղղակի այսքան բանը ինչի համար եմ ասում։ Ես ուզում եմ ցանկությունս այնա, որ այսօր իմ երեխեն արդեն օտար երկրից փախնում է Հայաստան։ Ես ցանկանում եմ, որ իմ թորները երբեք Հայաստանից չփախչեն, ոչ միտեղ։ Այդ Հայաստանը, այդ պետությունը մենք ամրացնենք, անենց ամրացնենք, որ ոչ մեկը այդտեղից այլևս միտք չունենա միտեղ էլա փախնելու։ Ոչ միտեղ։ Այն օրից, երբ ամենավերջի հայը են 10 միլիոն ենք, 12 միլիոն ենք, ամենավերջի հայը կասի, որ Հայաստանը մնում է միայն Հայաստանի մեջ, Հայաստանի տարածքում, ոչ թե այլ պետությունների կազմում, կամ նրանց ձեռի տակ, կամ ես մի բան, կամ մի բան, այն ժամանակ այդ օրվանից փախչողին կասենք փախչողա։ Իսկ միջև հիմա մենք բոլորս ենք փախած։ Բոլորս, մի նեղացեք այդ բառից, բայց տենց էլ կա, թող մեկը կա, գրի ինձ ասի, ես փախած չեմ։ Ես նրան պատմությունով ապացուցեմ մեր 100 տարվա պատմությունով, որ բոլորս էլ փախած ենք։ Մեր աղբեր, եղբայր, քույրեր, ղարաբաղցիներն էլ թող այդ բառի համար չնեղանան։ Ձեր ցավը տանեմ, ես ասում եմ, չէ՞։ 92 թվին Հայաստանից փախել եմ։ Հասկանում եք։ Դուք հիմա Ադրբեջանից եք փախել։ Հասկանում եք։ Այտենց է։ Ուզեք, չուզեք, այտենց է։ Դրանում նեղանալու բան չկա, գոյություն չունի։ Հետա։ Այսքան բան ժողովուրդ ջան։ Հայաստանը պահեք։ Լավ պահեք, բոլորդ էլ, ոչ միտեղ մի տարեք։ Ոչ միտեղ, ոչ մեկը իրավունք չունի Հայաստանը տանի։ Ոչ մեկը։ Տեղավ ձեր ցավը տանեմ, լավ եղեք, լավ մնացեք։ Ինչ ասեմ, առողջություն բոլորիդ։